թե Արևելյան Հայաստանում, թե նույնիսկ Արևմտյան Հայաստանում, թե տարբեր գաղթավայրերում, նա հատկապես ռուսական կայսրության հարավային քաղաքներով է շրջում լինում, Թիֆլիսում, Բաքվում, Հյուսային Կովկասի տարբեր քաղաքներում, լինում է Նոր Նախիջևանում, Արմավիր եւ այլն տարբեր ուղղություններով եւ այս գաղափարական աշխատանքը նա նաեւ շարունակում է Արևմտյան Հայաստանում եւ Կոստանդնուպոլսում։ Հետաքրքիր է, որ երկրորդ անգամ կալանավորվելուց հետո Արևելյան Հայաստանում նա երբ որ Օդեսա էր աքսորվել եւ հետո արդեն աքսորից ազատվել էր, նա որոշում է, որ պետք է մեկնի Կոստանդնուպոլիս եւ Արևմտյան Հայաստանի տարածքով գնում է Պոլիս եւ 1911-12 թվականներին լինում այնտեղ մտավորականների հետ գաղափարական լուրջ աշխատանք է տանում եւ պետք է նկատել, որ հենց 1912-ի սկզբին տեղի ունենում բեկումը Կոստանդնուպոլսում հայ ազատագրական շարժման վերնախավի շրջանում կասկածներ են առաջանում երիտթուրքական վերնախավի նկատմամբ եւ գիտենք, որ 12 թվականին խզումն է լինում, այս առումով շատ հետաքրքիր է, մենք չգիտենք իհարկե շատ մանրամասներ, բայց Իսահակյանը փաստորեն կարող էր լինել այն մարդկանցից մեկը, ով այդ գաղափարական համապատասխան աշխատանքը կարող էր ապահովել Կոստանդնուպոլսում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։